նրանք ինչ-որ պայմանավորվածություն կունենան, որ մինչև ընտրությունները այդքան էլ մեծ ճնշում չգործածվի Հայաստանի վրա, հենց որ այս մարդը ընտրվի նորից, կեղծելով, ծեծելով, փակելով, բանտարկելով եւ այդ բոլոր կեղծիքներով, որ նա կատարում է, Եվրոպայից փող ստանալով, եվրոթատրոն կազմակերպելով, նա երևի կարող է վերընտրվել ցավոք սրտի եւ դրանից հետո Ադրբեջանը կթերթի հաջորդ էջը եւ կասի դե հիմա պետք է կատարեք այս հետեւյալ բաները։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Դրանից հետո շատ արագ Հայաստանը կենթարկվի բացարձակ արդեն կդառնա երկրորդ Ղարաբաղ, մենք դառնալու ենք երկրորդ Ղարաբաղ։ Շատ լավ հասկացեք, թե սա ուր է գնում, բայց եթե դա ձեզ չի խանգարում, հանգիստ գնացեք եւ արեք այն, ինչ դուք ուզում եք։ Եթե մեր հասարակությանը սա չի խանգարում, եթե նրանք կարծում են, որ միայն ասֆալտի համար եւ ինչ որ շենքեր կառուցելու համար եւ փող ստանալու համար արժի հանձնել Հայաստանի Հանրապետությունը, հանձնել միայն թե փող լինի, բեզվիզ լինի եւ ասֆալտ լինի, ուրեմն մենք արժանի ենք մեր ճակատագրին։ Թող լինի այնպես, ինչպես մեր ժողովուրդը ուզում է։